Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Կարծում եմ շատ սարսափելի է, որ Հուդան մատնեց Հիսուսին։ Ինչու Հիսուսը չկռվեց նրանց դեմ, նա կարող էր ազատել իրեն։ Ճիշտ է, կարող էր, սակայն ամեն բան այդպես պետք է լիներ։ Ես չեմ հասկանում։ Աստծո որդին եկավ այս աշխարհ, որ մահանա մեր մեղքերի համար։ Անհնազանդության և մեղքի պատճառով բոլոր մարդիկ բաժանված են Աստծուց, և մեղքի վարձքը մահն է։ Հիսուսը ցանկանում էր պատիժն իր վրա վերցնել, որ վերականգներ մեր հաղորդակցությունն Աստծո հետ։ Հիմա հասկացա։ Դատավորը կայացրեց վերջնական որոշումը, բայց կար ընդունված մի սովորույթ։ Երբ ազգը տոնում էր իրենց Եգիպտոսից ազատումը, դատավորը մի բանտարկյալի բաց էր թողնում։ Այս տարիում պետք է ազատ արձակեն բանտից, Հիսուսին, թե Բարաբային։ Իրականում Պիղատոսը ցանկանում էր Հիսուսին ազատ արձակել, դրա համար էլ մեկ անգամ ևս հարցրեց. Ում եք ցանկանում ազատ արձակել, Հիսուսին, թե Բարաբային։ Մենք Բարաբային ենք ուզում, Բարաբային։ Իսկ ինչ անեմ Հիսուսին։ Խաչիր նրան։ Եվ ահա դա կատարվեց։ Աստծո որդին փայտե ծանր խաչը կրեց իր արյունոտ մեջքին և տարավ դեպի Գողգոթա սարը, որ մահանա այնտեղ։ Նա իր վրա վերցրեց մահվան պատիժը, որին մենք էինք արժանի։ 6 ժամ Հիսուսը մնաց խաչի վրա։ Նախքան մահանալը նա աշխարհի ամենակարևոր բառն ասաց. Կատարվեց։ Ապա նա փակեց աչքերն ու մահացավ աշխարհի բոլոր մարդկանց մեղքերի համար։ Ով հավատա Հիսուսին, հավիտենական կյանք և հաղորդակցություն կունենա Աստծո հետ։ Արդյոք հավատում ես։ Երբ Աստծո որդին մահացավ, երկինքը մթնեց, չնայած ցերեկ էր, և երկրաշարժ եղավ։ Հարյուրապետը ցնցված աղաղակեց. Իրոք, այս մարդն Աստծո որդին է։ Երեկոյան Հիսուսն արդեն թաղված էր, սակայն նա այնտեղ չմնաց։ Լավագույն պահը դեռ չի եկել։ Հաջորդ թողարկմանը ես քեզ կպատմեմ դրա մասին։ Մեզ հետ կարող ես կապվել hypocrite@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIGmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է և Նիկեն։